Ես ուզում եմ երկու բառով էլ այս մեր տղեկին բռնվելու հետ կապված դու ասես դու ոնց իմացար այդ պահին մենք երկուսով դրա մասին խոսում ենք հետարքիր է էլի մեր առաջի մտապատկերը իմ մոտ օրինակ տենց էր ասես մենք միանգամից մասից մեկ զարթնել եմ 5 տարի է պատերազմից հետո ված սովորություն է բայց առավոտը միանգամից բացում եմ Facebook-ը, բանը Telegram-ը հասկանամ ինչ է կատարվում էլի տեսել եմ Վազգենի ստատուսը ու արդեն բնականաբար առավոտը 8-ին եմ տեսել երևի չգիտեմ երբ եմ տեսել այդ շուտ էլի ու տենց հասկացա ինչ որ միանգամից այն ինչը որ այն ժամանակ էր եղել սենց սաղ եկա 16 ժամվա այդ բաները էլի այն ժամանակ դե չէ խորհրդական հայտ էր հա ուզարկությունը չէր հարցը էլի իրանց ազատությունից զրկելը արդեն միանգամից նշмарում մենք օրինակ ասում ենք որ ամենայն անկեղծությամբ եմ ասում Մասիս Մելքոնյանն էլ աշկի սարավել էս էլ երրորդ դեպքը դե հիմա եթե զանգենք Սերգեյին ու Վահանին հաստատ իրանք էլ են հաստատ բայց Ժորժ ջան սա դե մենք կատակով բանով բայց սա նորմալ չի էլի այսինքն ինձ թվում է էլի դատական համակարգը այստեղ ասենք ոնց է փաստաբանական համայնքը չէ ինքնակարգավորվող է չգիտեմ ինքը իր ներսում իր խնդիրները լուծում է արձագանքում է չգիտեմ մեսիջները ընկալում է փորձում է չգիտեմ բան էլի ճիշտ դասավորի իր համայնքի բանը աշխատանքում խնդիր է լինում այդ խնդրին արձագանքում ինձ թվում է այստեղ լուրջ խնդիր կա էլի ու առաջնային դրա շահառուն այդ խնդիրը լուծելու հասցեատերը շահառուն չգիտեմ անհանգստացողը հենց ինքը դատական համակարգը պետք է լինի էլի չգիտեմ որովհետև արդեն ասինքն էս հումորների բանի հարության շրջանում բոլորը ասենք բան են անում էլի սաղճանաչում են չգիտեմ ինձ թվում է մի քիչ նորմալ չի էլի արդեն չգիտեմ իսկ բանա ոգևորի չա որ ամեն դեպքում հերթապահության գրաֆիկ փոխվեց տարանտվեցիների Մասիսին այն իմաստով որ ոնց որ թե այդպիսի երաշխավորություն տվող դատավորներն են քիչ չէ ես այդտեղ խնդրեմ եմ տեսնում էլի ես այդտեղ իրականում իրավագիտակցության իրավական մշակույթի խնդրեմ եմ տեսնում ունեն պատկերացրեք մեր երկրում ընդհանրապես մի դատավոր կա 18+ սրտի հիվանդություն որ հետույք բարին կարա ճիշտ իրավական գնահատական տա դու հասկանում ես դա նորմալ չի նույնիսկ այնտեղ էլի անուններ կան որ կարող է իրանք չտային չէ չէ նորմալ չի ասենք ո՞ւս կարելի է մարդը լսի հետույք բարու միանգամից անդորը չխախտվի միանգամից չհասկանա դա չի լինում դից չի լինում դրա համար ես կարծում եմ որ պետք է մեր դատական համակարգը հետևություններ անի դրանից հետևություններ անի հա հետևություններ անի հետույք բարից ես հուսով եմ այդ հետևությունները կանեմ որովհետև ինչ որ մի հատ կետից այն կողմ արդեն տենց լրիվ բան է էլի որ բանի է վերածվել, զավեշտի է վերածվել։ Վար չեն կանցել այդ կետը, այդ։ Ես որպես փաստաբան ասեմ էլի, ես որպես փաստաբան, փաստաբանական համայնքի վերաբերյալ, ցանկացած բացասական, ցանկացած, չգիտեմ, այսպես ոչ դուրեկան, կարծիք հանրային, այսինքն նույնիսկ ուրիշ փաստաբանի վերաբերյալ բացասական, ես որպես համայնքի ներկայացուցիչ, դա անձնական եմ ընդունում, իմ վրա եմ պատկերացնում, իմ վրա եմ զգում, իմ համար դա հաճա դա որ ես մի համայնքի ներկայացուցիչ եմ, որի վերաբերյալ հանրային այսինչ բան շերտ այսինչ կարծիք ունի, հա։ Փորձում եմ, ձգտում եմ այնպես անեմ, որ այդ վերաբերմունքը փոխեմ եւ այլն եւ այլն։ Նաեւ ասենք, որ Վարազդատը փաստաբանների պալատի անդամ է, նաեւ դիպաշտոնե է դա անում։ Բայց չէ որ դատական համակարգի դերը լրիվ ուրիշ է իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման համատեքստում։ Չէ որ դատական համակարգին այս վիճակում դնելը, այս նույն իշխանություններին վաղը միսօր, այս դատական համակարգի հույսին են լինելու, չէ, իրանց նկատմամբ որոշակի, չէ, ինչ որ հետապնդումներ եթե լինեն։ Մենք էլի անընդհատ խոսում ենք դրա մասին, որ այդ ցիկլը չի փակվում քաղաքական այդ հաշվի հարդարների համատեքստում բաների հետապնդումների։ Պիտի գնան էլի այս նույն դատական, պիտի ի վերջո դատական համակարգի հույսին լինեն, չէ, իրենց անձնական ազատության իրավունքը, սեփականության իրավունքը իրանք են ոչնչացնում, չէ, իրանք են ոչնչացնում այն դատական այն համակարգը, որի վրա պիտի հետո հույս դնեն, որ իրանց իրավունքները պիտի ապահովի կամ պաշտպանվի։ Սա նորմալ չի։ Այս աշճան միջամտությունը ու այս աշճան ախր բոլոր տեսակի գործերով։ Գործի կարևորությունն էլ չեն բանում, էլի, այսինքն շատ կարևոր, քիչ կարևոր։ Դրա համար եմ ասում, մի հատ չեղավ, կալանք չտան։
Այսինքն իրանք Անխնա են օգտվում այս հնարավորությունից։ արդարադատության իրականացմանը Այդ միջամտության քերական ես դու ասում ես։ քաղաքական քերական հետապնդման ասես մի հատ կնոպկա է երևակայական, այնքան է սխմել, Մաշվել արդեն։ չէ, այն լիֆտի կնոպկեք կար սովետական, որ մնում էր մեջը, մնացել է, էլ չի հետ գալի։ Այդ զսպանակը չի աշխատում։ Դե ինձ թվում է այդ ուղղությամբ աշխատանք իրանք իրականացնում։ Ես վստահ եմ, բայց այդ մարդկանց հաճելի չի էս ամեն Դե ինչ։ հա, այդ Ամեն անգամ քաղաքական ինչ որ իրադարձության ժամանակ ես վստահ եմ էլի եւ այդ դատավորները, եւ այդ քննիչները, եւ այդ դատախազները մտքում ասում են, արա էլի դե նույն բանն է, հիմա էլի Ես ինչ անենք մի ոնց process ասեմ, որ ես զգացել եմ, այս գործի հետ շատ չկապենք, բայց միշտ այն բոլոր դեպքերում, երբ առիթ արինում քաղաքական հետապնդումների համատեքստում, իսկ ասենք իմ դեպքում, ձեր դեպքում էլ հաճախ ալինում, չէ՞, տենց առիթ, որ շփվում ես քննիչների, դատախազների, դատավորների հետ չէ, դատավորների հետ ինչ շփվես, ասենք, դες անմիջական չի լինում, չէ, նիստով, ոչ օրինակ ասենք, չգիտեմ, կարող է դատական նիստ լինի, քննիչը սպասեք, թե երբ է գալու դատարանը որոշում կայացնի, միշտ այս անմիջական շփման բան է լինում։ Մարդիկ հակված են խոսել այն գործերի մասին, իրական քրեական գործերի մասին, որոնցով իրանք դերակատարություն են ունեցել, ցույց տալու համար, որ ժողովուրդ ջան, մենք մենակ քաղաքական գործերով չի որ զբաղվում, մենք այլ մենք իրականում ազնիվ ենք, արդար ենք, օբյեկտիվ ենք։ Չէ, ոչ թե այնտեղ, այսինքն ցույց տալու համար, որ տեսեք, դա այս գործով եմ, հա, հենց այդ է, էլի մարդիկ այդ հոգեբանական բանը ունեն, էլի մեջները, որ ոնց որ թե ինչ որ մի բան այն չի, էլի, ստեղ ինչ որ մեզ հանձնարարվում է, որ անենք, Բայց այդ չի արդարացնում։ դե հիմա ես չեմ ասում, որ արդարացնում է, բնականաբար չեմ ասում, որ արդարացնում է, պրոստը սա նաև ցույց է տալի, որ իսկականից էլի այդ շատ լավ ասեց, ախր այդ կնոպկան մնացել է մեջ ու դե ինչքան կարելի է այդ կնոպկայից օգտվել։ Լիֆտը փոխեք։ Այսինքն մենք գործ ունենք արդարադատության իրականացման միջամտության, իրականում էլի իրական միջամտության ակնհայտ դեպքերի հետ, բայց չգիտես ինչու արդարադատության իրականացման միջամտության համար ֆիդաներին է բռնում։